Գաղտնիք չի, որ այդ օրերին ամեն օր ընդ որում օրը մի քանի անգամ ես հանդիպել եմ եւ Գագիկ Ծառուկյանին, տեսել եմ իր ու Սամվել Կարապետյանի հանդիպումը, քանի ժամ զրուցել են, ինչ են արել, այսինքն բաներ կան, որ ճիշտ է պաշտոնապես մինչեւ այսօր չի ասվել, բայց ես ամեն ինչին շատ մանրամասն տեղյակ եմ։ Դրա համար եկեք չասենք ինչ-որ մարդիկ եկան, ինչ-որ մարդկանց դուրս գալը վաղուց հայտնի էր, նույնիսկ կարող եմ ասել, մի քանի տարի առաջ գիտեին, որ այդ մարդիկ ինչ կարող են անել նման պարագաներով, բայց ամենևին այս ուրեմն ամսի 20-ի միտինգից հրաժարվելը պայմանավորված չէր այդ երևույթներով։ Բացառապես, օրինակ ես ասում եի, որ եկեք գնանք անենք, ես չեմ էլ թաքցնում, բայց ես չեմ կրում այն պատասխանատվությունը, ինչ կրում էր պարոն Ծառուկյանը։ Իսկ նա հասկանում էր, որ եթե իշխանությունները իրենց օրենքից ու սահմանադրությունից դուրս են դրել, եթե արդեն ընդդիմությունն էլ գնա այդ քայլերով, ապա բախումը եւ դրանից հետո արյունահեղությունը անխուսափելի էր։ Եվ պարոն Ծառուկյանը այս պարագայում ոչ թե նահանջեց, վախեցավ, չգիտեմ ինչ արեց, այլ կայացրեց միակ ճիշտ որոշումը։ Տեսեք, ըստ ընդ որում, ես կարծում եմ ժամանակ տրվեց իշխանություններին, որ իրանք գիտակցեն, որ իրենք դուրս էին արդեն սահմանադրական օրենքների դաշտից, հետ գան սահմանադրական օրենքների դաշտ։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այսքանից հետո, երբ որ իրանց հետ խոսում ես, մամուլով են գրում։ Ասում են մենք կանխարգելիչ հարված հասցրեցինք։ Ընկերներ, այս ասողները չեն հասկանում, որ կանխարգելիչ հարված թշնամու պատերազմող, քո այդ պատերազմող թշնամուն ես հասցրում, եթե տեղյակ ես, որ դա ինչ-որ գործողություն պետք է անի, որը դու պետք է կանխես։ Այսինքն ըստ էության իրանց տրամաբանության մեջ արդեն կար այդ, որ պատերազմ է եւ մենք կանխարգելիչ հարված ենք հասցնում։ Վերջին օր շրջանակում է, որ արդեն հաշտեցման եզրեր են գտել, եւ արդյոք այդ հանդիպումը կայացել է թե ոչ, քանի որ 3 դաշնակցությունից նշեցին, որ իրենց միջնորդությամբ հանդիպումը տեղի է ունեցել։ Հիմա տեսեք, դարձյալ ուրեմն մամուլը կամ չգիտեմ ինչ-որ մարդիկ երբեին ուրեմն պարոն Ծառուկյանը եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ուրեմն չգիտեմ ինչ կարգավիճակում գտնվում, որ հիմա իրենց պետք է հաշտեցնեին, երբեին կռվել, երբեին իրարից խռովել։ Պարոն Ծառուկյանը միշտ հայտարարել է, որ եւ առաջին նախագահի հետ շատ լավ հարաբերություններ ունի, եւ երկրորդ նախագահի հետ, եւ գործող նախագահի հետ։ Ճիշտ է, անդադուղում են Քոչարյանին վերաբերվող հարցեր, ես չեմ թաքցնում, որ մենք շատ լավ ընկերներ ենք, հանդիպում ենք, զրուցում ենք տարբեր թեմաներով, բայց այդ օրինակ ով որոշեցին, մարդը քանի անգամ եւ Բարգավաճ Հայաստանի կուսակցության անդամները առաջնորդից մինչեւ մամլո խոսնակ ասել են, որ որևէ կապ չկա Բարգավաճ Հայաստան։ Պարոն Քոչարյանի գրասենյակի պատասխանատու պարոն Վիկտոր Սողոմոնյանը մի քանի անգամ դրա մասին ասել է։ Ես ասել եմ, որ անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում միշտ պարոն Քոչարյանն եղել է ապակուսակցական, լինելով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախագահ, ստեղծել է շատ հրաշալի կոալիցիաներ, բոլոր կուսակցություններին կարողացել է միավորել ընդհանուր աշխատանքի մեջ, բայց ինքը որևէ կուսակցության չի պատկանել։ Հիմա հանկարծ ենթադրում են, պարոն Ծառուկյանը դուրս գա, նա մտնի, որպեսզի ով է ասում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծել է պարոն Քոչարյանը։ Ես գիտեմ օրինակ ով է ստեղծել։ Ով է ստեղծել։ Կարող եմ անուն ազգանունն էլ ասել, բայց հաստատ ոչ Քոչարյանը։ Դե ասեք, տեսեք ինչքան մարդ։ Կասեմ այդ մարդը հիմա բարձր պաշտոն է զբաղեցնում։